Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ մի 3-4 օր, չգիտեմ, ոմանց համար երևի հասկանալի պատճառներով չի ստացվել, որպեսզի եթեր անեմ, այսօր էլ ճիշտ ասած մի փոքր դժվար ստացվեց, բայց այնուամենայնիվ որոշեցի մի երկու թեմա միասին արծարծենք, ճիշտ է, անում համացանցում արդեն տարածել ենք, ինչ որ պիտի տարածենք, բայց դրա մասին մեկնաբանությունները իսկապես տեղին կլինեն եւ այն ինչից որ պիտի խոսեմ չի վերաբերվում միայն մի թեմայի, դա արդեն 5-րդ տարին է խռոնիկ բնույթ է կրում, բայց արիոտես, որ այս իմաստով չենք հասկանում իրավական համակարգը ինչ որ օրենսդրական բաներ ենթադրում է, թե չի ենթադրում, որովհետև հասարակությունը կարելի ասել կոնկրետ տերորի է ենթարկված 5-րդ տարին է լրագրողների ձեռքը։ Ես ամենայն դեպս իմ գործունեությամբ մաքսիմում փորձել եմ այդ ամեն ինչի դեմն առնել ու փորձել եմ հիմնավորել կամ հերքել այս կամ այն թեման, բայց այդպես չի լինում, ինչքան կարելի է մարդիկ դուրս գան, հերքեն կամ հիմնավորեն, եթե այդտեղ բոլորս էլ սպարս հասկանում ենք, որ օրենսդրական կարծես թե մեխանիզմների խնդիր կա, ես չեմ ասի բացթողումներ, այլ հենց խնդիրներ, այո, եւ կարծում եմ այս ուղղությամբ աշխատանքները չեն բավարարում հանրությանը, որովհետեւ ասել թե օրինակ է, ես բարձ ասեմ ինչի մասին է խոսքը։ Ուրեմն Սաթիկ Սերյանյանը, ով բան արել, Սաթիկ Նյուզային, այս ֆորմատով ասեմ, խոսում էր այլակարծությունից, այլախոհությունից, որ չեն թույլ տալիս այլակարծություն, որ բռնաճնշումների են ենթարկվում այլախոհության համար եւ այլն։ Ուրեմն սույն տիկնոջը բացատրեմ հետեւյալը, տես։ Երբ որ օրինակ նույն Հովանավանքում մոտենում են ձեր Սաթիկ Նյուզային Չ կլասի լրագրողները, ես այստեղ կցանկանայի մի գործընկերոջ մեջբերում ցիտել, բայց չեմ ցիտի, Չ կլաս չէր, այնտեղ ավելի վատ բան էր ստացվում։ Երբ որ ինքս մոտենում են ինձ կամ որևիցե մեկին կամ ես եմ մոտենում նրանց, ասում եմ, իսկ դուք որպես լրագրողներ, ինչի չեք գնացել ու չեք գնում ու կաթողիկոսին հասած, ձեզ չի հետաքրքրում լավ երկրում իրավիճակ եւ այլն, իրենք որպես պատասխան նշում են իրենց չեզոքությունը, այսինքն մենք լրագրող ենք, դե կարանք սես չկարծենք, առհասարակ մենք ձեր կարծիքներն ենք հավաքում, ոչ թե մեր կարծիքն ենք ասում, ասես մատ ապուշ բան են ասում, ապուշ բան չեն ասում, մի հատ ճիշտ բան են ասում, որը բնության մեջ հողի վրա մենք այսքան ժամանակ չենք նկատել ըստ էության, հա, մենք հասկանում ենք, որ դա խուսափողական պատասխան է, բայց մեկ էլ դուրս է գալիս ժուրնալիստների միության նախագահ ու խոսում է այլախոհությունից, այլակարծությունից։ Այդ գլխանց ասեք, որ դուք այլախոհներ, այլակարծիք ունեցողներ եք, ոչ թե լրագրողներ, որովհետև լրագրողը իր սեփական այլախոհությունը դժվար թե պիտի մանիպուլատիվ ձևով բերի ներկայացնի որպես լրագրողական նեյտրալ կամ չգիտեմ ինչ բան էլի աշխատանք։ Այդպես ո՞նց կլինի։ Դες չի լինում։ Ընդ որում բոլորս ենք հասկանում, որ դուք նստած եք լայքեր, մայքեր հավաքելու վրա ձեր էլեկտորատին պահելու համար ու ձեր գործունեության արդյունքում մենք տեսնում ենք, թե որքան դուք կոնկրետ քաղաքական հայացքների տեր եք, դու քաղաքական էլ չի դա, այլ որոշ խուժանների, խուլիգանների կողմնակից եք ու նրանց թեզերն եք առաջանում, այլապես ամեն մեկը շաբաթը մեկ սկսել են ինտերվյուներ տալ, բայց ինչ որ սուր հարցեր չենք տեսնում, կամ ձեր ողջ թիմով առավոտի Ցիրիգուն Հովանավանքում եք, բայց հենց որ Կտրիչին Ներսիսյան հանդիպեցիք, բոլորը դարակ լռակյաց, ես հնազատ, ես շատ գիտեմ ինչ էր։ Բայց ո՞նց է լինում։ Ո՞նց է լինում։ Կամ ինչ է նշանակում, տեսեք, ժողովուրդ ջան, տարածվեց, ես էլ իմ էջում կիսվել եմ, բայց պիտի ընտրեմ ձեզ համար, որովհետև այսի պատահականություն չի ու այս դիտավորությունը մի հատ բան չի, սա շարունակական աշխատանք է։ Սաթիկ Սերյանյանը պնդում էր, այս այլախոհ տիկինը, ով պատերազմ էր հայտարարել հայ մարդկանց դեմ, պնդում էր, որ բանը Փաշինյանին թուրքերը ճնշել են, բան են արել, պարտադրել են, որ 10 հատ մզկիթ կառուցի Հայաստանի Հանրապետությունում։ Ասենք, այս ախմախությունը չգիտեմ, սա հիվանդ երևակայության արդյունք չի, ես չեմ կարող այդպեսին համարել, որովհետև նայելով եւ ակտիվ ուշադիր հետեւողական լինելով իմ գործի բերումով նաեւ նրանց գործունեությանը, Սաթիկ Նյուզային համակարգին, այս ամեն ինչը արվում է դիտավորությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ տալու համար դիտավորյալ սխալ ապատերեկատվություն եւ անընդհատ նրա զգացմունքների հետ խաղալու համար, հա։ Իհարկե ամբողջը կապ ուներ նաեւ աղաշապատի ընտրությունների հետ, բայց աղաշապատի ընտրությունները ավարտվել են, հիմա կարանք հանգիստ գնահատական տան։ Ֆիլիպ Փաստերի ստուգման հարթակը ինչ է պարզել։ Պարզել է, որ Երևանում 10 մզկիթների կառուցման կեղծ լուրի հեղինակը պարզվում է թուրք ազգությամբ, Լուգանսկի քաղաքացի եւ տարիներ շարունակ աշխատել է ռուսական քարոզչության համար, Լուգանսկում աշխատել է ռուսական քարոզչության համար ազգությամբ թուրք։ Տեղադրել է նման մի հատ ապուշություն, որը շատ սիրով տեղագտել հայկական մեդիա տիրույթում։ Հիմա Սաթիկ դու ով ես այս ամեն ինչի մեջ, եթե ոչ ռուս-թուրքական ռոպագանդայի վառ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում։
Քո 168 AM-ով, քո անձնական edge-ով, ձեր մնացած AM-ներով ու չգիտեմ սունկ կայքերով, ճշտի մեռած, չգիտեմ ինչ ցիտիկ ոնց էս բանսած ասած կայքերով։ Դուք ով եք հիմա այսքանից հետո Հայաստանի Հանրապետության 90%-ը մեդիատիրույթի զավթած, 90-ից ավել տոկոսը զավթած թուրք-ռուսական տանդեմի ներկայացուցիչներ, թուրք-ռուսական եղբայրության հավատարիմ ներկայացուցիչներ։ Էս ի՞նչ է։ Եվ ասեմ, ժամանակ առ ժամանակ դաշտ էր նետվում, ինչ որ բայ դուք կհիշեք ժողովուրդ, նաև գիտեք ինչ Ֆրանսիայում ինչ որ ֆրանսերեն կայք էին բացել, հավանաբար դարձյալ թուրքերը կամ ռուսները դա այդտեղ մեծ տարբերություն չկա։ Եվ սրա այնտեղ նյութը դնում էին, սրանք վերցնում էին դա առանց ստուգելու, նետում էին դաշտ։ Հայկական տիրույթ դարձյալ։ Փնտրում էին այդ կայքերը չէին գտնում այդ ինչ կայքերը։ Էս ի՞նչ է։ Եթե ոչ դիտավորյալ, հիմի այն մարդկանց, ովքեր որ սրանց վստահում եւ հավատում են։ Ես խնդրում եմ, եթե կլինեն այդպիսի մարդիկ, ովքեր կդիտեն այս եթերը, խնդրում եմ հստակ ասեք, դուք ձեր կարծիքը, որը ձևավորվել է այս մեդիա տիրույթին հավատամքով դիտելուց, ցանկություն չունեք վերանայելու, չեմ ասում փոխելու, գոնե վերանայելու, լավ։ Ոնց հասկանանք։ Ես ուրեմն մի հատ մեջբերում անեմ, հետո էլի կվերադառնանք այս թեմային, հա։ Ուրեմն մի հատ Արշակ Զաքարյան կար, կհիշեք այդ Արշակին Զաքարյան, որ ուշքը գնում էր Ղարաբաղի համար, բայց դա մկրտման չէր տպվում, հետո դրանից հետո ինքը դառավ այդպես Թունդյանի ընդդիմադիր։ Ես առհասարակ ժողովուրդ ասեմ, որ բավականին ուշադիր եմ լինում, երբ 44-օրյա պատերազմի դրվագներից մեջբերումներ են լինում եւ փորձ արվում դա շահարկել քաղաքական բանով, ոչ միայն 20 թվականային եթերները, ինչ սկսել եմ, ոչ թե այդ ժամանակ եմ դյուրագրգիռ եղել այդ թեմաներով, այլ մինչեւ հիմա ես շատ ուշադիր եմ ու երբեմն ընդհանուր մինչեւ չափազանց կոպիտ պատասխանելով եմ փորձում հասկացնել, որ չի կարելի դա անել, դա առնվազն սրիկայություն է։ Հիմա Արշակը Զաքարյան մի գրառում է արել։ Սա իր էջով արել է։ Նոյեմբերի 9-ից հետո ամեն տարի մինչ ամանոր մտքիցս չեմ կարողանում հանել այն մեր 6 երեխեքի մասին, ովքեր պատերազմի ավարտից հետո 60 օր թշնամու հսկողության տակ մնացած տարածքից հայտում են, որ ողջ են եւ սպասում են, որ իրենց կփրկեն։ Միաժամանակ մտածում եմ, քանի այդպիսի տղերք են մնացել վիրավոր կամ ոչ, ովքեր այդպես էլ մնացին աչքները յուրայիններին սպասելով։ Ուրեմն Արշակին Զաքարյանը ասեմ, որ դու ստում ես, դու չունես ոչ մի տեսակ զգացմունք այս ուղղությամբ, այլապես վաղուց հայտնած կլիներ կարծիքդ նաև նրանց հանդեպ, թե ովքեր ինչ են իրենցից ներկայացնում, օրինակ գնահատական կտայր Քոչասերժակ դաշնակցական ուժերին, ովքեր որ նոյեմբերի 9-ի գիշերը հարձակվեցին Երևանի կառավարության շենքի վրա, այսինքն շարունակեցին թուրքերի, ադրբեջանցիների գործառույթը իրականացնել, այսինքն վերջնական կապիտուլյացիայի ենթարկել Հայաստանի Հանրապետությունը նույնպես դու մասնակից ես եղել այս ընդվզումներին ու դրանից հետոյի հեղաշրջման։ Հիմա ես քեզ հարց եմ տալիս, պետությունը, արժեր պետությանը նոյեմբերի 9-ից հետո պետությանը, ես կոնկրետ բան եմ շեշտում, պետությանը, ես անձերի անուն չեմ տալիս, իշխանության անուն չեմ տալիս, քաղաքական տերմինոլոգիայից չեմ խոսում։ Պետությանը կարելի է նոյեմբերի 9-ի նման ցավոտ իրադարձություններից հետո ցավոտ փաստաթղթերից հետո, որը պիտի ստորագրվեր, ձև չկար չստորագրելու, անհնար է ստորագրելը, չստորագրելը։ Կարելի է պետությանը դնել այնպիսի վիճակում, որ տեղից առանցնել ծանր իրավիճակում, երբ ուժայինները մեր գտնվում էին Արցախում, ներողություն, գտնվում էին բան վիճակում, ասենք համար 1-ի տակ, դուք դուրս գայիք այստեղ ու իրենց գործառույթները դեռ չէին հասցնում իրականացնել կամ անհնարինություններ կային որոշակի, նրանց ուշադրությունը անընդհատ շեղել Բաղրամյանում կապիտուլամիչ լինելով։ Արժեր ուշադրությունները շեղել այդ ուղղությամբ, արժեր հարձակումներ տարատեսակ կազմակերպել կառավարության շենքի, ազգային ժողովի շենքի, տարբեր քաղաքացիների վրա։ Դու մտածում ես այդ 6 երեխաների, ո՞նց էիր կարծում, ո՞նց պիտի բերվի, ո՞նց պիտի հանվի, ինչ պիտի արվի, եթե ստեղծել եք երկրում այնպիսի իրավիճակ, երբ որ անգամ ձեր սիրելի սրբազանները հեղաշրջման կոչերով էին հանդես գալիս ու հեղաշրջման փորձ էր այդ օրվա գործողությունը, ես չգիտեմ ինչպես են վերջապես որակել իրավաբանները, որովհետև նոյեմբերի 9-ի գիշերից ինչ որ 1-2 հանցագործ ձերբակալել են, չեն ձերբակալել, չգիտեմ, բայց դա հեղաշրջման ռեալ հստակ փորձ է եղել եւ կազմակերպված փորձ է եղել։ Եվ կազմակերպված ոչ թե այդ օրը, այլ բոլոր օրերին, երբ տղերքը այնտեղ իրենց կյանքի գնով պաշտպանում էին հայրենիքը։ Ես ձեզ մի օրինակ բերեմ, ես դրա մասին ֆրինուզով, եթե չեմ սխալվում, խոսեցի։ Միայն մի օրինակ բերեմ ու դուք հասկացեք ինչի մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Պատկերացրեք, կառավարության աշխատողներից մեկը, թույլ տվեք անունը չտալ, ով իր անձնագիրը թողել էր իր աշխատասենյակում։ Հետագայում հայտնաբերվել է, ես իմ որ Հայաստանի հեռավոր վայրեր, նո Երևանից հեռու, Հայաստանի չկներեք, Երևանից շատ բավականին հեռու գտնվող մի տարածքի ժեկի պետի մոտ, ով կին ինքն էլ։ Այդ ինչ էր անում Երևանում այդ տիկինը այդ օրը, այլ որտեղ որ բանի մեջ
որ յաչեյքի մեջ ունեին իրաց ներկայացուցիչներին, զբաղված էին դրանց կազմակերպելով, հրահանգավորելով, թե երբ որ պարագայում ինչ պիտի անեն, եւ վերջին օրերին, երբ որ Վանեցյանը վերջնական պիտի թռներ Շուշիից, հասկանալով, որ սեստենս բաներ ա գնում, որ պիտի ինչ որ կերպ կանգնեցվի պատերազմը, ինչ որ կերպ, ինչ որ գնով պիտի կանգնեցվի պատերազմը, դուք արդեն համար մեկով բոլորին բերել տեղավորել եք բանում, Երևանում։ Ու դու Արշակ Զաքարյան պիտի որ հասկանաս, թե նման դեպքերում այդ գործողությունները ինչքան վտանգավոր կարան լինեն։ Դուք չէիք թողնում սկի քաղաքացին շունչ քաշի։ Դուք այդպես բոլորով աշխարհի ապատեղեկատվությունը լցնելով մեդիատիրույթում, ձեր անձնական էջերով գրառումներ անելով եւ այլն, հասնում եք հասակ նրան, որ դեռ շատ փխրուն հրադադարի պայմաններում ստիպված եղավ կառավարությունը հրաժարական տա եւ նոր ընտրություններ հայտարարի։ Ինչը տեսակ ինչ արդյունքի բերեց եւս մեկ ռազմական ուժեղ բախում, գործողություն, որի արդյունքում մենք կարող կորցնեինք առհասարակ Հայաստանի Հանրապետությունը։ Հետո ինչ պետք է նստեիք ու Facebook-յան ստատուսներ գրեիք, հա։ Բա ամեն մեկիդ որպես քաղաքացի պատասխանատվությունը որտեղ էր մնում։ Դուք բոլորը շատ լավ գիտեք, որ ոստիկանների մեծ մասը պատերազմի գոտում է, սահմաններին է եւ այլն։ Ուստեղ խուժանություններ եք թույլ տալիս ձեզ։ Ձեր դուք իսկապես այդ 6 երեխաների դա ձեր խղճին է։ Այո, ու չպիտի մոռանաք, ամբողջ կյանքում չես մոռանալու դու դա։ Եվ ոչ դու ասելով անձամբ քեզ նկատի չունեմ։ Ու ես ընթացքում էլ ինչ որ խոսում եի, անձամբ քեզ նկատի չունեմ։ Ես դու ասելով նկատի ունեմ այդ բոլոր մասնակիցներիդ։ Ձեր ատելությունը հասել էր այնտեղ, որ դուք արդեն չեք էլ հասկանում, թե ինչքան համակարգված աշխատում։ Դու բա դու այդ 6-ի մասին ես իմացել։ Բա ինչքանի մասին ենք մենք իմացել։ Բա ինչի համար ենք դուրս եկեք, ասում մի հատ հանգստացեք, կտես մի հատ թողեք կարճ ժամանակ արա անցնի։ Չէ, հերեք, տվեց, հանձնեց, ով հանձնեց, ո՞նց հանձնեց։ Հանձնողներ եք դուք, ձեր հրամանատարները, ձեր գեներալիտետը, ձեր ստեղծած բանը, գիտեք ինչ, այդ նույն երիտասարդներին եթե հարգող լինեիք, ձեր խոսույթը շատ զգուշորեն կկառուցեիք։ Այն նրա օրոք բանակը կազմաքանդվեց, պարտվեցինք եւ ես շատ երիտասարդների հետ եմ խոսել, շատ դուք չեք էլ պատկերացնում պատերազմից հետո այդ տասնյակ հազարով տղերք ովքեր եղել են ժամկետային ծառայության մեջ ու պատերազմը մեծ հաշվով այո պարտվելու ելքով է եղել, դուք չեք պատկերացնում այդ տղերքը բարոյահոգեբանական ինչ վիճակում են գտնվել։ Որևիցե մեկը խորամուխ չեք եղել այդ հարցում, որևիցե մեկը չեք ցանկացել աջակցել նրանց հոգեբանների հարցում, կամ գոնե անձնական հանգիստ զրույցների թույլ տալու դուք գնում ու խեղդում եք ու խոսքի մեջ ասում եք այ այդ ամեն ինչի մեղավորը այ հենց այս իշխանությունը ամբողջովին հոգեբանական ծանր վիճակում գտնվող մեր երիտասարդներին, այս եք դուք եղել։ Իսկ գիտեք, երբ որ ես էի խոսում շատ երիտասարդների հետ, ինչ եզրակացության էի հանգել։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում, երբ որ 18-ից 20 տարեկան տղան մի օր նստում է ու բնութագրում է իրան, որ ինքը պարտվող սերունդն է։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Դա ինչ հարված է մեր վաղվա օրվան։ Դուք չեք էլ կարող հասկանալ դա։ Ու գիտեք ինչքան ջանք է անհրաժեշտ լինում հատ առ հատ բոլորին լսելով, հատ առ հատ համոզել, որ դա իրենք չեն, իրենք արել են ամեն բան, իրանք պարտվող սերունդ չեն։ Իրանք մակարող, պայքարող սերունդն են։ Դուք գիտեք դա ինչ է նստել, այ մեկը ես ինքս արդեն հոգեբանի կարիք էի զգում այդ ժամանակ։ Գումարած ձեր լկտի պարսաբանքները իմ ընտանիքի հասցեին եւ այլն։ Ամեն մեկը ձեր անձնական, ձեր սեփական ընտանիքի օրինակն եք բերում իցույց դնում, վերագրելով ինձ ու իմ ընտանիքին։ Այդ դա եք դու եղել։ Ու մենակ նրա համար սատիկ, որ մարդ կար, որ ձեր նման չէր մտածում, մենակ դրա համար բոլորդ լկտիաբար լծվել եք այդ գործին։ Ու մինչև հիմա։ Այդ եք դուք։ Հիմա նստել, բայց ես այդ ժամանակ դու այդ 6-ին ես հիշում, բայց մենք քանիսին էինք փնտրում։ Բայց ձեր գեներալների են, որ արդեն պասպորտներն առել թռել են Հայաստանից, բայց դրանց գործունեության շնորհիվ ճակերտների մեջ քանի երեխա ենք սարերից հավաքել դեռ պատերազմի օրերին, որ նույնպես կարող էին թվագրվել մեր նահատակների շարքերին։ Հասկանում եք դուք ինչի մասին է խոսքը։ Բայց եթե նորմալ կրթություն ստացած լինեին հրամանատարի, նորմալ բանակ ստեղծված լիներ, այտենց էին պատրաստ։ 18-ից 20 տարեկանին իրանից հասնում էր կռվելը անznազող ձևով կռվելը։ Բայց դուք ինչ եք արել։ Որ մեկը տուր եք ելել։ Այն մի հատ սակուլիկը հելել գնացել կառավարության շենքեր գրավում, այսօր եկել տեխնացություն է դնում։ Ու հենայինը հաղթում է, բա մենք կարելի բա մեր արժանապատվությունը բանը, ասես բաներ է խոսում։ Ու խոսում է մեկ-մեկ էլ այն մարդու հասցեին, ում հայրը այնպեսի ամագ ունի, որ բոլորի հայրերը իրար հետ վերցրած գուցե այդ բոլորի հայրերը իրար հետ վերցրած գուցե այդքան չունենա։ Նա ուրացավ իր հոր արածը, բանսես բան, բայց ձեր հերն ինչ արել էր։ Ես հասկանում եմ, էլի եմ կրկնում, ես հասկանում եմ, որ ամեն քաղաքացու համար իր հայրը իր սրբությունն է ու ամենանն է, չնայած որոշների դեպքում խիստ կասկածում եմ, որովհետև շատերը ընդունում են, որ իրենց օջախի միակ տղամարդը Քոչարյանն է ամեն դեպքում։ Այդ մարդն ասում է, չէ, Հայաստանում միակ տղամարդը ես եմ։
Ես այդ մտքի հետ հաշ չեմ եղել միշտ, բայց նրանց սատարողներ շոտիկի կան։ Բա հիմա հարց էլի Մեխակյան այն մարդն ա եղել, ում անունով Ջաբրայելն ա կոչվել։ Քանի անգամ եք Մեխակավան բառը օգտագործել Ջաբրայելի փոխարեն։ Ով ա урացել ում։ Բա բանակցությունները ծայրից ծայր ինչի մասին են եղել, ինչի՞ չեք գալիս նստում 4-ով խոսելու։ Խեք փախնում, խեք վախենում ովերտի աչքերին նայելուց։ Նիկոլի աչքերին չեք ուզում նայեք, գնացեք նստեք իր հետ մի խոսացեք։ Բայց հանրության հասարակության պահանջ գոյություն ունի։ Որ Արցախը էլ չկա, այդ բանակցությունների գաղտնիություն, մախնիություն էլ արդեն ոչ մեկին հետաքրքիր չի։ Մենք նստեք 4-ով մի տեղ։ Մենք դա պարտադրում ենք։ Մեկը համաձայն է, 3-ը չէ։ Էսով եք դուք արա։ Էս չեք դուք։ Գինենք ինչ խույցանքներ։ Նրա հետ մեր հետ խոսալիք չէ, դուք ով եք որ մեր հետ խոսալիք չունենաք։ Դուք ո՞նց կարաք մեր հետ խոսալիք չունենաք։ Դուք չեք կարա մեր հետ խոսալիք չունենաք, որովհետև մեր երկրի ղեկավար եք ձեզ ներկայացրել։ Չկա ուրիշ տարբերակ։ Ու առնվազն այո, շանտաղություն է, փախնել ես ամեն ինչից, ու հերվից պատիծակերից սեփական Սաթիկ նյուզային ներկայացուցիչների մոտ գնալ ու եսի ինչ էր խոսել, ինչ ուզել խոսել, մեկը հակադարձող չկա, գերից մարդ չկա։ Այսօր հեցի մասին են խոսում, ասում են հեցա ազգայնացումը մեկը տալի գել է։ Վերտան թուրքերին, որը տա պետք տալ թուրքերին։ Պրոստը տալու ձևերը մենք չգիտենք, դուք գիտեք։ Դու ես առնելու որ դու, հա ես եմ առնել, բայց չգիտեի որ ես եմ առնելու։ Հեցա ես եմ առնում, ինչ որ հարցեր կան։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիս։ Ու առհասարակ դա վերադարձվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Ու բոլորս ենք դրա տերը, ինչ որ հաշ չեք, ինչ որ մտքի հետ, ինչ ա եղել։ Ինչ է ինչի։ Կուզենք կտանք մեկ ուրիշին կառավարման, չենք ուզի չենք տա, մենք կկառավարենք։ Ինչի հետ հաշ չենք, ինչը չի դզում ձեզ։ Թե բա ուշքում միտքս են 6 երեխեքն են։ Կողքները լինեիք։ Բա մեր ուշքում միտքը որտեղ էր որ բան էինք խոսում, բան էինք ասում։ Բա դրա մասին էինք ասում, ելնում ես թուրք էիք որակում արա։ Թուլեք։ Հիմա էլ եկել են, դաս այդ մզկիթ են կառուցելու։ Շատերի հոշ շիրիմներին է պետք լինելու այդ մզկիթները կառուցել, որպես բառ հիշատակ։ Թե իրականում ովքեր են եղել։ Ինչ եք բերում։ Սատիկ սերխես ռուս-թուրքական զրույցը բերում էստեղ։ Բա որ հիմի ու մեզ որակում եք թուրքեր։ Հիմի ո՞վ է թուրքը։ Ո՞վ է 38 ռուսն ու թուրքը համատեղ աշխատել են տարածաշրջանը կիսելու վրա։ Դուք ռուս-թուրքական ներկայացուցիչներ եք այստեղ։ Մեկը Զախարովա եք ցիտում, մեկը նա էցի լակոտ կան բան կապտա մանուշակագույն մազերով, նա ոչխարի զավակ, որ ինչ ասես Հայաստանի հասցե ինչի ասել։ Վերցում դրան եք ցիտում, արա, այդ չէ կարա։ Սպասում եք Ռուսաստանից մեկը մի բան ասի, որպեսզի վերցնեք սեղ տարածեք, այդ տեսեք ինչ լավ ասեց։ Այդ չէ կարա, այդ չի ձեր գնահատականը, արա, ձեր իսկ մասնագիտության հանդեպ։ Այդ չէ։ Դուք այնքան սրիկա եք, այնքան սրիկա, որ հայ հասարակության ցեղասպանությունից հետո իր հիշողությունը կապված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի հետ փորձում եք օգտագործել իր դեմ, որպեսզի քաղաքական դիվիդենդ հավաքեք։ Դուք այս սրիկաներն եք։ Դուք ազգություն չունեք։ Բացարձակ ազգություն չունեք։ Ոչ մեկը չունեք ազգություն։ Ես ձեզ չեմ որակի թուրք։ Չեմ որակի։ Ու ես միշտ բացատրել եմ թե ինչու։ Ուզում եք մի անգամ էլ բացատրեմ թե ինչու։ Որովհետև այո, ազգային ընդհանուր բաներ կան, բնութագրեր կան, բայց անհատական տեսանկյունից թուրքը հազարը ձեր նման արժի։ Օրինակ ինձ համար շատ ավելի թանկ է այն թուրք մարդու առողջական վիճակը ընդհուպ միջև, ով որ շատ լավ իմանալով գլխի գալիքը, գնացել է օգտվելով իր հասարակական գործիչ լինելուց, հանրայնացրել հրապարակել է իր կարծիքը ցեղասպանության հետ կապված ու պահանջել է, որպեսզի Թուրքիան առերեսվի իր պատմությանը։ Սա թուրք մարդն է արել։ Եվ մենք Հայաստանում ունենք իրենց հայ ձևացնող երևույթներ, ովքեր երեխեքի դպրոցն ու մանկապարտեզը կրթության իրավունքն են գողացել։ Հիմա ինձ ասեք, ես պիտի մտնեմ ազգային բնորոշումների մեջ։ Ինչի համար։ Դուք ազգություն չունեք։ Ձեր նմանները ազգություն չունեն։ Հետևաբար որևէ ազգության մեջ տեղավորվելու դուք այնքան թերի մարդիկ եք ու ձեր թերաճությունից դուք տեղյակ եք։ Դա է ձեր մոտ ատելություն առաջացնում դիմացինների հանդեպ։
որովհետև դուք ինքներդ թերի եք։ Դուք ճոճվող ճոճանակի 0 կետն եք, կանգուն վիճակն եք, որից ոչ մի կայֆ չկա բռնելու։ Ասում եմ մենք բանա, այլախոհ, ինչ այլախոհ, լրագրող ես, այլախոհ, հա, որպես քաղաքացի եղի։ Դուք ո՞վ է բան ասում։ Ես ո՞ր մեկին եմ այսքան բան ասել, այսքան վաղ բան ասել իր այլախոհ լինելու համար։ Մեկը ես։ Բացարձակ ոչ մեկի։ Ընդհակառակ իմ հետևորդներն ժամանակ առ ժամանակ գուցե նաև վիրավորել եմ, ինչի համար ներողություն, որ այլախոհ մարդկանց ովքեր որ մեկնաբանություն կգրեն, իհարկե առանց հայհոյանքի, որովհետև հայհոյանք օգտագործելը այլախոհություն չի։ Եթե այլ կարծիք կգրեն, չմտնեն վիճելու եւ անձնական վիրավորանքներ հասցնելու բան, դաշտ, տիրույթ։ Եվ դա 1000 հոգի կարող ապացուցի։ Իսկ դուք քանի անգամ եք նման բան արել, արա։ Քանի անգամ եք նման բան արել։ Դուք ինքներդ խրախու։ Այսօր մարտի 1-ի բանն էի լսում, հանրային քննարկումն էի լսում։ Բա մի հատ հարց տամ, էլի։ Ուրիշ ժամանակ ինչ որ հանրային քննարկում դուք եք կազմակերպում։ Իմիջիայլոց մի քանի անգամ ցանկություն եմ ունեցել գալու եւ ներկա գտնվելու ձեր կազմակերպած հանրային քննարկումներին։ Եվ երևի հաջորդ անգամները մի փոքր ուշադիր լինեմ, որպեսզի գամ։ Բայց հանրային գործիչներ եք բերում, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եք բերում։ Այս մարտի 1-ը հեչ իրանց ֆնդախին չէր, տաշեղին չէր, իրանց հետաքրքիր չէր։ Այդ հասարակական կազմակերպություններին ինչի ներկա չէին, որովհետև գրպանային հկներ են, հա, որովհետև երբ որ պետք էր գործել, նրանք զբաղված էին ինչ-որ բան քերելով, հա։ Էս չեք ունեցել։ Էս հասարակ կարգը չեք ունեցել։ Եվ հիմա էլ ուղիղ տեքստով ասում եմ։ Հասարակական կազմակերպությունների այն ներկայացուցիչներին, ովքեր որ նրանց հանրային քննարկումներին ներկա են գտնվում։ Մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ամոթն է։ Խայտարակությունն է Հայաստանի Հանրապետության, որտեղ որ խախտվել է մարդու ապրելու իրավունքը պետության կողմից։ Հասկանում եք դա ինչ է։ Թե քառակուսի ուղեղները մեջը լիքը կուբիկներ դրա համար չեք ջոգում ինչի մասին է խոսքը։ Բայց ինչի՞ որ ներկա չեք այնտեղ։ Թե կարող է ակաշներից հետ քաշեր շեֆը կամ այն մյուս շեֆը։ Եվ ես ուզում եմ մարդիկ հասկանան, որ նրանք ովքեր սատարում են այս երկու բճերին կամ նրանց քաղաքական նկարտումներին, անմիջականորեն սատարում են մարտի 1-ի կրկնություն։ Եվ եթե նրանց համար նորմալ է մարտի 1-ի դեպքերը, ապա կարելի է նաև պահանջել այսօրվա իշխանություններից, որ դրանք երբ որ հավաքվեն, այդ չերեմուխա 7-ից 4-ը գնացեք գցեք գլխներին։ Իրենց համար դա օքեյ է։ Բայց ո՞նց է լինում ուրիշ։ Իհարկե սա ես սարկազմով եմ ասում, կխնդրեմ լուրջ չընդունել, սա կոչ չի նման հանցագործություն անելու եւ ես խստորեն դատապարտում եմ բռնությունները, բայց իրանց տրամաբանությամբ այդպես է ստացվում, որ իրանք նորմալ կվերաբերվեն, եթե իրանց տաղին միտինգներից մեկի ժամանակ մի հատ կիլեր իշխանության կողմից ուղարկած, չգիտես որտեղից ինքը պիտի ճանաչանոթ լիներ այդ կիլերին, ուղարկել որ իրանց տաղին գնդակահար էր։ Եվ դրանից հետո տասնամյակներով էլ արդարությունը չվերականգնվեր, ոչ մի կերպ։ Դեռ մի բան էլ երբ որ ուզեն խոսել, իրենց ծաղր էին, հայհոյ էին։ Տեսեք ինչ խմբակային հանցագործություն է, շատ մեծ խմբերով հանցագործություն եղել։ Ինչքան մարդ է ոչ միայն մարդիկ, ինչքան ուժեր են ներգրավված մի հատ մարտի 1-ի տակ։ Էդիներ չի Քոչարյանը զանգել է երկու հատ կիլերը, ասել է գնացեք մի 10 հոգի խփեք, է։ Մտնայեք այդ հանրային քննարկումները, տեսեք ինչ է ստացվում, ինչ է կատարվում։ Ամբողջ պետական համակարգը մասնավորապես ուժային կառույցները թաթախված են եղել այս հանցագործության մեջ։ Սա դուք կարծում եք ինչ աշխարհը չի տեսել, չի հասկացել։ Դուք հասկանում եք աշխարհում ինչ արտաքին հետախուզական ծառայություններ կան ու ինչեր են զեկուցել իրենց ղեկավարներին։ Թե ինչքան այ 44 օրյա պատերազմը մենք հենց մարտի 1-ին ենք պարտվել, եթե ուզում իմանաք։ 44 օրյա պատերազմը մենք բոլոր նմանատիպ, երբ որ դպրոցում մանկապարտեզ եք սեփականաշնորհում կամ չեք կառուցում, հենց այդ ժամանակ հենց այդ ընթացքում մենք պարտվում էինք 44 օրյա պատերազմը։ Երբ որ Սաշիկը ըստ տարածվող խոսակցությունների Եղվարդից հրանոթներ կտրտել տալիս, որ բանի տեղ մետանալոմի տեղ ուղարկի ծախելու, ասում են, մեկը Ռուսաստանում ես նվեր է ուղարկել։ Նվեր կուղարկել, բայց ինչ կաներ 30 տարի ընդանոթում էր պետք։ Այդ ժամանակ մենք պարտվում էինք 44 օրյա պատերազմում։ Երբ Սերժը լացելով գնացել էր Գերմանիա, ասում էր, մեր զինվորները 70-ականների զենքերով են կռվում։ Նա ասում էր, որ մենք պարտվել ենք 44 օրյա պատերազմում։ Այդ դրամա, երբ ասում էր, որ մեր ռազմավարական դաշնակից այնքան ոռչ ուներ, որ դատապարտեր, ստիպված համաձայնում էր, որ հա, այդ ընդամենը բիզնես է։
Եվ ասում են մեր ռազմավարական դաշնակցության մեր թշնամու զենք ծախում է, բայց մեզ էլ է ծախում։ Այ հենց այդ ժամանակ մենք պարտվում ենք։ Այդ ժամանակ դեռ մի քանի տարով պիտի մեծանային այդ տղերքը, որ հետո զոհվեին պատերազմում։ Որ հետո սրանք դուրս գան մեղավորությունը ուրիշների վրա բարթեն։ Այդ ժամանակ այդ տղերքը դեռ 14 տարեկան էին, 15 տարեկան էին։ Երբ որ Քոչարյան Ռոբերտը 800-ից ավել ինստիտուտներ ու ձեռնարկություններ էր վաճառում նվիրում Ռուսաստանին, այդ ժամանակ այն տղերքը, որոնք որ պիտի 44 օրյա պատերազմում անձնազոհ պայքար մղեն, դեռ նոր էին ծնվում։ Այդ ժամանակ է պարտությունը գրանցվում, որտեղ որ մի կոպեկի ներդրում չեղավ։ Որևիցե Ռուսաստանին նվիրած հաստատությունում մի կոպեկի ներդրում չեղավ։ Որովհետև Ռուսաստանին Ադրբեջանն էր պետք, ու միշտ է պետք եղել։ Իսկ Հայաստանը իրան պետք չի եղել, ինքը Հայաստանը միշտ էլ դիտարկել է, որ դա ստենես իր միութենականության տարածքն է։ Հիմա ընկել Հայաստանում թուրք են փնտրում սաղ։ Կներեք ազգային բնորոշմամբ թե գործունեությամբ։ Եթե ազգային բնորոշմամբ առաջարկում եմ 4 ղեկավարներին էլ տանել ԴՆԹ-ի անալիզ վերցնելու, տեսնենք ինչ կբարձրի։ Իսկ եթե գործունեությամբ, ապա ես մատնանշեցի, թե դուք երբեք պարտվել 44 օրյա։ Ու Արշակ Զաքարյան այն 6 երեխեքին այդ ժամանակ էր պետք փնտրել։ 6 չէ, 60, 600, 6000, 45000 ովքեր որ հետո պատերազմից հետո պիտի ապրեն այսպես ծանր բարոյահոգեբանական վիճակում։ Այն օրը կանգնել եմ Գազեմ Զապրավկանում Խաչիկ գյուղից գալուց։ Այդտեղ են ոգևորված տեսավ մոտեցավ ավեսով, ասում է մենք հադրութում հանդիպել ենք իրար, բան ասում եմ զինծառայող է սեղել, ժամկետային է սեղել։ Դա ասում է, հա, նայում ես դեմքին, նայում ես աչքերին, սիրտդ կանգնում է, մաշում է սիրտդ։ Որ դուք դուրս գայք նոյեմբերի 9-ին, այդ նոյեմբերի 9-ին, ես ձեզ ասեմ, դուք 44 օրյա պատերազմը պարտվել եք հենց այդ 20-25 տարիների ընթացքում, ձեր անլրդի կառավարման, ապաշնոր կառավարման արդյունքում։ Իսկ Արցախը կորցրել եք նոյեմբերի 9-ին, 20 թվականին, այդ գործողությամբ, երբ Ադրբեջանը հասկացավ, որ ինքը ոչ միայն ռազմաճակատում, այլ մեդիատիրույթում նույնպես կարա անմիջական դերակատարում ունենա։ Եվ ունի, շնորհիվ Սաթիկ Սերյանյանների եւ մյուս լրագրողների, իրենց լրագրող համարողների, ովքեր մինչև այսօր չգիտեն, որ եթե եկեղեցու գմբեթը պիտի հիմնավորվի, ապա խաչը մի բան հեռացվում է, որ նորոգեն, նորից դնեն։ Եվ տարածում է, թե այդ տեսեք խաչը հանեցին։ Դա այլախոհություն է, թե նպատակային պայքար հայ ժողովրդի գիտակցության դեմ։ Այնտեղ մեկը հասրեց ջնջեց մոդերատորը։ Հաչում է մամատ ու պապատ, ու հաչում են այդ թրքաբարոների օգտին, եղավ։ Այդ հենց հաչած լով են քեզ ցրթել են։ Ցրթել են քեզ։ Առասարակ երեխային ունենում են, ծնում են, բայց քեզ նմաններին ցրթել են։ Դու գնա, շարունակի դիտել Սաթիկ Նյուզը ինչա ասում, թուրքերից եկած ինֆոն ոնց է քո ուղեղի մեջ դնում, այդ ցրթված։ Ձեր նմանների ձեռ ավելի ենք կրակն ընկել, որովհետև եթե նրանց տեսակը գիտենք, ձեր նման օգտակար ապուշները, նրանց հույսը հենց ձեր նման օգտակար ապուշներն են, ում ոնց շնորհիվ կարան տարածեն իրաց նարատիվները, եւ թուրքական նարատիվները, այո։ Ու դուք գիտակցաբար կամ անգիտակցաբար այդ նարատիվների կրողն եք, եւ հենց դա է հասկացել Ալիևը, եւ նոյեմբերի 9-ից սկսած, հենց դա է անում ձեր հետ, հենց դա։ Նայում ես այսօր նայում եմ էլի այդ հարեն քննարկումը, մարդիկ հարց են տալիս, ասում են օրինակ Կոստանյանը որտեղ է։ Չենք կարա իրան ձերբակալել տանք, բան Ռուսաստանում է դա։ Դատախազը ասում է, չէ, որովհետև այդ մարդը Ռուսաստանի քաղաքացի է։ Ռուսաստանի քաղաքացի է եւ Ռուսաստանը կարա չտա, որ իր քաղաքացուն չի արտահանձնի, ոչ մի երկիր իր քաղաքացուն չի արտահանձնում, բնականաբար նա էլ չի արտահանձնելու։ Հարց են տալիս են բանից առաջապանե նախարարից են դիտեն էլ Ռուսաստանի քաղաքացի։ Բայց ես մտքով անցնում ես վրեկներով, սա պետական կարևորագույն պոստերին եղել են Ռուսաստանի քաղաքացիները, Քոչարյանն ու Սերժը Հայաստանի կառավարման ղեկին հանձնել է
Ղեկը հանձնել է Ռուսաստանի քաղաքացիներին։ Հետո գնացել է երկու բջիջ ու լեկի մոտ նստել է, բան անում։ Թե ինքը որ լիներ ինչ կաներ։ Արա դու երբ որ եղել ես հերն ես անից էլ պետության, խես Ռուսաստանի քաղաքացիներին այդ պոստերը տվել։ Սա հանցագործություն է։ Օտար նույնը Արմեն Սարգսյանի մասով հարցնում ասում են ինքը բանա երկքաղաքացի է, բանա Անգլիայի քաղաքացի է, խի բերեցիք նախագահ, դու ասում ես իրան հարցրեցի դու Անգլիայի քաղաքացի ես, ասես չէ։ Իա ԱԱՑ-ի տնօրեն աշխատած մարդը, ասում գնացի հարցրեցի, ասես չէ։ Բա ԱԱՑ-ն ինչ տվյալներ տվեց քեզ, թե չտվեց տվյալներ, թե թքած ունեց այդ տվյալների վրա։ Չնայած դրա մեջ տարբերություն, որտեղի քաղաքացի ուզում են լինեն։ Բա պետք է Անգլիայի քաղաքացի լինեն, բա Ռուսաստանի քաղաքացի պիտի լինեն, որ նորմալ օտարի նման հերն անից են երկրի, որովհետև իրանց չի։ Ու եկել նստել է իրանը գովում։ Ում եք էշի տեղ դրել, այն ցրտվածներին։ Ուղղակի նախագահ է եղել մարդը։ Մի հատ կարևոր պոստի մարդ դնելուց չի ասել, այն հետևի դուրը չի կտկտացել, որ մի հատ ԱԱՑ-ն դնի դեմը թուղթը։ Որի նայում ես քաղաքացի են եղել ախպերու Ռուսաստանի։ Բա մենք եկեք հարցի պատասխանեք։ Իսկ նրանք ում պիտի ծառայեին։ Ռուսաստանի քաղաքացին Հայաստանում երբ որ հասնում է պաշտոնի, բնականաբար ընդեղի զանգով։ Ում պիտի ծառայի Հայաստանի։ Դες Ռուսաստանը մեռնում էր հայկական ինքնիշխանության ու անկախության համար, անես մարդիկ են ուղարկում, որ Հայաստանը դարձնի, բա հետո կրավ են զավոդները, որ նվեր ստացել, այդտեղ մի երկու կոպեկի ներդրում աներ։ Այդքան շատ էր մտածում։ Ու մինչև այս ինչքան կասես, սրանց ուղեղը չի մտնի այ մարդ։ Գնացեք շարունակեք ձեր այդ 4-րդ կարգի կատերը ուտել։ Նայել, այքես բան, այսօր էլ դուրս են եկել Ռուսաստան են մեղադրում։ Երես մեզ ախպեր ինքը իրաց շարն առաջ տարել են, դու ինչ ես արել։ Դու ինչ ես արել։ Բնական չի որ տեսել է կարում արել է։ Չէ, անընդունելի է։ Որպես ռազմավարական դաշնակից, բայց դա բնական է, երբ որ քո ռազմավարական դաշնակիցը կայսրություն է։ Ու ինչ ուզում անում է։ Ինչն է ուժեղ, հələ տենամ կգտնեմ ես այդ վիդեոն։ Ուրեմն այս թեման էլ արծարծենք ու վերջ տենամ, մենակ թե փորձեմ այդ վիդեոն կարող է ես։ Սատարում եմ հայ առաքելական։ Հա, իմիջ այլոց, այս հայ առաքելական եկեղեցուն սատարողներին ասեմ, որ եթե դուք սատարում եք հայ առաքելական եկեղեցին, դուք չեք կարող Կտրիշ Ներսիսյանին սատարեք, որովհետև թե նա թե Եզրասը Հայաստանի առաքելական ուղղափառ եկեղեցու բաներն են։ Իրենք դա եթե դուք ուղղափառ եկեղեցու սատարողներ եք, ապա գնացեք սատարեք, մեր հետ գործ չունեք։ Մի րոպե տենամ ես այդ վիդեոն կգտնեմ։ Ուրեմն 20 թվից այս կողմ ժողովուրդ ջան, հատուկ հիշեցնեմ, էլի։ Խնդրեմ, լստեր նայեք։ Սրբազան կոչեցյալը երկու հայոյախոսների հայհոյանքն է արդարացնում։ Շատ նյութեր կա առանձնացրած, բայց մի հատ կա, ես այդ դրա վրա ուզում եմ բոլորի ուշադրությունը էլի գրավել։ Էշություն չկա տենց բան։ Ուրեմն բանա, լավ, բանավոր ասեմ, հա, չեմ գտնում սրան։ Մի տեսակ, թե մի քիչ էլ փորձեմ ժողովուրդ, եթե ներողամիտ լինեք։ Եթե ներողամիտ կլինեք, չէ, չեմ գտնում ոնց որ։ Այս ինչա։ Էսա է։ Ուրեմն Ռուսաստանում այս ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու օրվանից փետրվարի 23-ին, հա, եթե չեմ սխալվում, 22 թվական մի խոսքով նորից սկսվել 22 թվականը, հələ երկրորդ ամիսը չի ֆրանսել։ Ոչ մի պրոյեկտ, ոչ մի բողոքի ակցիա, ոչ մի միտինգ, ոչ մեկ չի կարող անի։ Ինչու՞ հիմա։ Ուղղակի երկար ժամանակ։ Բացարձակ ոչ ոք ոչ մի բանի մասին։ Հանկարծ մեկը մի հատ միտինգ փորձի անի, տեղում FSB-ն վերցնում տարվա մի 15 տարին դնում է մեջքին։ Արագ։ Տեղում ու շատ արագ։ Ռուսաստանին դրանք պետք չեն ու բոլորը դա հասկանում են։ Բոլորը։ Ու ոչ ոք դուրս չի գալու բան խոսի։ Արա մեկը նայում է Ռուսաստանում, այս մեր հայերից մի քանիսը վրոջի այնքան հաբրգած ուժեղ տպեր են, դուրս են եկել Ռուսաստանում միտինգ են անում։ Իհարկե թեման հայ առաքելական եկեղեցին վրոջի պաշտպանելը հայկական իշխանություններից, բայց միտինգ են անում։ Դեռ բան չի կարող լինի։ Եթե, ասենք ոնց ես ասեմ, օրինակ, եթե 10 հատ չեչեն դուրս գան ուզենան իրաց մուսուլմանական մեջիտը պաշտպանել, տեղում հայտնվել են պատվալուկ ասած։ Ոչ ոք չի կարող անի, ոչ մի բանի մասին։ Սա կտրականապես։ Արա մեկը ոչ ստանան, ոչ բերեն աշխովը սնկած այս միտինգը։ Դե նայեք։ Ռուսերենով էլ գոռում են ազատություն քաղբանտարկյալներին։ Արա Ռուսաստանում, դուք սրանց համաձուլում եք։ Այսօր
Հայաստանը կանգնած է եւ հայ ժողովուրդը կանգնած են գոյաբանական խնդրի առաջ։ Նա ցած բարի խոսացողին ասեմ, էլի գոյաբանական խնդիր դու ունես ապեր։ Նախ կանգնած ռուսերենով գոռում եք ազատություն քաղբանտարկյալներին, հանցագործներին, բայց քաղբանտարկյալ լավ թող ձեր համար լինեն։ Ռուսերենով գոռում եք Ռուսաստանում էլ դու ունես գոյաբանական խնդիր, եթե դու չունես գոյաբանական խնդիր, ապա այդտեղ եկեղեցիները հայապահպանման ծրագիրը չպիտի անեն, հասկանում ես թե չէ։ Հայապահպանության ծրագիրը նրա համար, որ գոյաբանական խնդիր լուծի։ Ու դու խոսում ես մեր գոյաբանական խնդրից։ Քյոպողլու յոլոպուկի։ Բաներն պաստառներն ռուսերենով։ Ռուսաստանում ոչ թուրք ապրում, ոչ ադրբեջանցի, ոչ ապրում են, ոչ ռուսերեն հասկանում են ախպեր։ Իրանք Ռուսաստանում պաշտպանում են մեր եկեղեցին ռուսերենով ու ապուշ բաներ խոսալով իմիջայլոց։ Հիմա ասենք ինչ որ մեկը կարող ինձ համոզի, որ եզրասը, դες թուրքացի կաթենա FSB-ի վերբովկա եղած եզա, հա? Որ նա KGB-շնիկա, կարող մեկ ինձ համոզի հակառակում դրա։ Բայց իհարկե KGB-շնիկա, շեֆերի հետ սիրում համաձայնացրած պրոյեկտը գազ են տալիս, պրոցեսն են անում Ռուսաստանում արա։ Չափողլու յոլոպուկիներին նայ։ Շարունակում են մեզ կտրելով մեր արմատներից։ Իմես ախտորն ասեմ, ապա ուրեմն գնում ես Ռուսաստանում գտնվող եկեղեցիների պատերին նայում ես, որտեղ կտեսնես հայ առաքելական ուղղափառ, արի ռուսերենով ասեմ, ոչ ջոկես։ Արմյանսկի ապոստոլսկի православный церковь, որտեղ կտեսնես։ Եթե դա քո համար համարում ես պատմական ժառանգություն, կարաս քեզ պահես, բայց չխառնվես իմ ու հայ առաքելական սուրբ եկեղեցու գործերին, որտեղ եթե այդպես չի դուք ես նույնն ես համարում ինչ որ ես եմ պատկերացնում, ապա այդ ցուցանակները կփոկես։ Որպես ես վստահ լինեմ քո կարծիքին, լավ, որովհետև դու չես սատարում Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցին, դու սատարում ես հայ առաքելական ուղղափառ եկեղեցին, որի դեմ որևիցե բան չկա, գնացեք ձեր համար այդ էքսել պաշտում եք պաշտեք Ռուսաստանը, ինչ անենք ախպեր։ Բան չունենք այդտեղ ասելիք։ Անիմաստ եմ համարում ներկայացնել են չարագործությունները, որ այսօր մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի գլխին բերել են ապօրինի եւ թշնամի իշխանությունները։ Ես ուզում եմ Լավ, ապօրինին դու ես։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները ամբողջովին անցնում են օրինականությամբ սկզբունքով, թափանցիկ, բաց, ահագին ժամանակ արդեն, այ ապօրինի կարող է Ռուսաստանում ինչ որ բան փնտրել։ Օրինակ ապօրինի մարդուն կարող են կալանավորել, որովհետև ինքը դեմ է պատերազմին։ Հասկանում ես։ Կողմը խաղաղությանը։ Խաղաղության կողմ մարդկանց ձեր ապօրինի երկրի ապօրինի ղեկավարի ապօրինի FSB-շնիկները վերցնում լցնում են պատվարները մինիմում 15 տարով։ Դու ով ես խոսած տեղի օրինականությունից ու դու դիտորդ մարմին ես եղել ընտրություններում, որ խոսում ես ապօրինի են թե ապօրինի չեն։ Դու ով ես գնահատականներ ես տալիս իմ երկրի եւ իմ երկրում տեղի ունեցած ընտրությունների մասին, պարոն Ռուսաստանի քաղաքացի։ Պարոն Ռուսաստանցի եւ ռուսաստանցիներ, որ հավաքվել եք, դուք ով եք, որ այդպես գնահատականներ տաք իմ պետության մասին։ Սուտ տեղեկություն տաք, սուտ մատնություն անեք։ Քոչարյանը դու Սերժը տեն ապօրինի, Եզրասը տա ապօրինի, Կտրիչն ապօրինի, ապօրինություն ես փնտրում։ Դե մակարի։ Ապօրինին հենց ձեր հետ հավաքն է, որը թույլատրվել է KGB-ի կողմից։ Քո եկեղեցին KGB-ն է։ Հələ ասա տնանք ինչ պիտի անես։ Ժառանգություն թողող մի հասարակություն, որը վաղը հայտարարակ սետ էջում պիտի գրվի մեր անունը, մեր սերնդի անունը, եթե պատվենք։ Մեր խնդիրն է մտնել ամեն տուն, մտնել ամեն հայ օջախ, բացատրել, որ այս պայքարում մենք կարող ենք հաղթել միայն միասնական։ Դուք եկեք, ամեն տուն, չէ, ասեցիք մտնել եւ բացատրել։ Արի ապեր, արի։ Արի, ընդ որում կարաք ես ֆուտոկով գաք։ Այս ֆուտոկով եկեք, փորձեք ինձ բան հիմա բացատրել, որ հեսա սենսարներ, հələ եկեք, տենանք այդ դուք այդ ինչ գիտեք, այդ ումից ու ոնց գիտեք, որ պիտի ինձ տալ կտանեք։ Ասեմ հետեւյալը, դուք անգամ, այսպես բաց բանավեճի հերրավար կարգով բանավեճի չեք մտնի։ Վախենում եք։ 5 տարի է, վախենում եք գոնե sense բանավեճի մտնել։ Մտեք Facebook-ով ինձ համոզեք։ Մտեք sense իրար հետ եթեր անենք, հրապարակային ձևով փորձի համոզեք։ 21-րդ դառնա կարանք համարենք, որ ատենց էլ է բան։ Մտեք փորձի համոզես տնամ, ոնց ես համոզում։ Ընդ որում հիմնավոր փաստարկներով։ Անկամ եթե ուզում ես մի 3-4 հատ նախնական հարց կարամ շփրտեմ, որ այդ եթերում տալու եմ։ Նայ, արի սա ցանենք։ Դու ինձ գրում ես, որ դու համաձայն ես բանի, այս տելեմոստին, Facebook-յան։ Ես քեզ տալիս եմ, միանգամից բաց կարտերով եմ խաղալու։ Բաց, ասես բացում եմ։ Տալիս եմ մի 10 հարցից այն 5 հարցը,
որ դու պատրաստվես, որոնք որ եթերում ես sense տենես կտամ։ Այսինքն որ պատրաստված լինես այդ հարցերին, էլի։ Հենց դու կապվեցիր ու ասացիր, որ պատրաստ ես դրան, ես քեզ մի 5 հատ հարց եմ ուղարկում, ասում եմ սրանք ապեր, պալյուբոմու տալու եմ, պատրաստի, որ հետո խայտարակ չլինես։ Եղա։ Մենք կարող ենք հաղթել միայն համախմբելով հայրենական սուրբ եկեղեցու շուրջ, պաշտպանելով նրա արմատները, նրա դարպասները եւ նրա ծանիթը։ Ուրեմն մեր համովին ասեմ, որ մենք կարող ենք հաղթել մենակ մի պարագայում։ Եթե մենք սկսենք մեզ դրսևորել որպես իրավագիտակից քաղաքացի, որովհետև եկեղեցու շուրջ համախմբվելով կամ մեկ այլ կառույցի շուրջ համախմբվելով, մեկ այլ միավորման շուրջ համախմբվելով կորցնում են պետությունը։ Եվ դա հիմնավորված փաստ է 1000 տակ։ Օրինակ, մի կարող եք ասել, այ մենք երբ որ չենք ունեցել պետություն համախմբված ենք եղել եկեղեցու շուրջ եւ մենք ապրել ենք, ձեզ կասեմ հակառակ։ Դուք համախմբված եք եղել եկեղեցու շուրջ, դրա համար եք պետությունը կորցրել։ Դուք համախմբված եք եղել տարբեր իշխանների շուրջ, դրա համար եք պետությունը կորցրել։ Իսկ եթե դուք համախմբված եք պետության կամ գոնե պետական գաղափարախոսության շուրջ, մենք շատ վատ թեմաներ կան, որ դրանց մասին չենք խոսի։ Կամ գուցե խոսենք, բայց այլ ձևակերպումներով։ Ապո։ Հիմա դու համախմբված ես, ես քեզ գաղտնիք բացեմ։ Դու ու քո մոտ այդ մարդիկ համախմբված եք Ռուսաստանի ռուսական պետական միավորի շուրջ, ընդդեմ Հայաստանի պետության։ Եթե այս նախադասությունը քեզ խորտ թվա եւ գուցե անցալես որ դա մեղադրանք է, ապա խնդրեմ, կապվում ես ու ես քեզ այս կարճ նախադասությունը բացում եմ։ Կարող եմ բացել պատմական բոլոր շերտերով ու իրադարձություններով, քաղաքագիտական, չգիտեմ, քաղաքացիական եւ այլ ոնց ուզես կարամ բացեմ։ Մենակ չասես ռուսերենով, ռուսերենից լավ չեմ։ Հասկանում ես։ Հատուկոսից մինչև վերջին հոգևորականը, համատեսանից մինչև վերջին նորացում մանուկը, որին փորձ են անում զրկել կնքվելու իրավունքից։ Ես ինչ էր ապեր։ Ով ան փորձ անում զրկել կնքվելու իր։ Էս ինչ է սատիկն է պատմել ապեր։ Թե եզրասը։ Եթե եզրասը դա պատմել, ուրեմն ձեզանից ուլ է ստանում ինքը։ Հասկանում ես, ձեզանից ստանում է օգտակար ապուշ Հայաստանի դեմ։ Դժանակում կրթվել կնքվելու իրավունքից զրկելն։ Ինչ է գժեգիժ խոսում։ Ինչ ուզ։ Ատա ինչ է, մրցույթա ով ինչ ուզի կարա խոսա, ով ամենալավը ինչ ուզի խոսա, այնի չեմպիոն է։ Ոնց է ձեր մոտ։ Այսօր մենք միասնական ենք այսքանով, այս մի քանի հարյուրով, բայց մենք մի քանի հարյուր չենք, մենք հազարներ ենք եւ ապեր դուք այդ մի քանի հարյուրով միասնական չեք։ Դուք այդ մի քանի հարյուրով միասնականությունից առանձնացված եք։ Հասկանում ես։ մենք 100 հազարներ ենք, բայց բաժան եւ ամենուր։ Մեր խնդիրն է։ Ուղղակի եք բաժան եւ ամենուր։ Որ պահից սկսած եք դարձել ամենուր եւ բաժան։ Մե տարեթիվը կասես օրինակ դու որ թվից ես Ռուսաստանում։ Սենց տեքստ խոսալու համար դժվար թե մի 2 տարի լինի ինչ Ռուսաստանում լինես։ Այդտեղի ներկայացուցիչներ այդ որ ռուսերեն տես խոսում, նշտաբը ով որ թվից է այդտեղ արեն։ Նավագույն միավորիչը մեր եկեղեցին է։ Միավորիչը։ Իսպանցինը եւ մեր հոգեվոր հայրերը եւ մեր գաղափարը։ Ուրեմն եկեք նորից ոչ ասենք այս իշխանությանը։ Եկեք նորից ոչ ասենք մեր թշնամիների տանդեմին երկուստեին դարան 3-ը Ադրբեջան, Թուրքիա եւ Փաշինյանի իշխանություն։ Ռուսաստանում կանգնած, ասում եք եկեք, արա այս մոմենտը շատ խնդալի է, մի հատ գան։ Իսպանցինը եւ մեր հոգեվոր հայրերը եւ մեր գաղափարը։ Ուրեմն եկեք նորից ոչ ասենք այս իշխանությանը։ Արա Ռուսաստանում կանգնած երբ որ ասում եք ոչ ասենք այս իշխանությունը, վերաբերում է Ռուսաստանի իշխանությունը, տուպոյ արա գլխիդ մի սարքի բռնենք պարկասնենք փորի։ Չնայած նախապես FSB-ի հետ պայմանավորվածություն ա եղել, չեն պարկասնի եւ դրան մարս արխային է շուտ տալիս։ Սրբազան հայր ես ասում, ով է կոչվում սրբազան հայր, ըստ քեզ, ապո սրբազան հայր ով է կոչվում, ես գիտեմ հետեւյալը, նայ։ Ես գիտեմ սրբազան հայր համարվում է այն սրբազան հայրը, ով հրաժարվում է երկրային բոլոր հաճույքներից, ով ուխտ է կապում Աստծու հետ, ու ասում է ես հրաժարվում եմ այդ ամեն ինչ, ես հրաժարվում եմ ընտանիք ունենալուց, ես հրաժարվում եմ կնիկ երեխեք ունենալուց, առհասարակ սեռական կյանք ունենալուց, ես կուսակրոն եմ դառնում, կույս բառից է գալիս դա, հա, կուսակրոն նշանակում է կույս, կուսական, ոչ թե մաքուր կրոն, այլ կուսակրոնը այդ բառագայում մաքուր, իհարկե մաքրության հետ ասոցացվում, բայց կուսակրոնը հետ չպիտի բիզնես քաղաքականություն առհասարակ չի կարելի կանոնագրքով իրանց կայացի մի կտրիչի մոտը կանոնագիրքը դրած է այդ կանոնագիրքը բացել է Տեր Արամին կարգալույց արել հասկանում ես իր ասելով այդ նույն կանոնագիրքը մի հատ թքում է թերթում է որ ինքը չպիտի այդքանով ինքը սրբազան հայր եթե գտնում է որ չի կարա
Անկամ եթե ուխտ է կապել ու տեսնում է որ չէ, չի կարում, Աստծո ներողությունը խնդրում է հատուկ բանով, գործողություններով։ Ինքը դուրս է գալիս կուսակրոնության ճանապարհից, մտնում է օրինակ քահանայական բան դաս։ Այսինքն կարա դարձյալ ամուսնանալ կնիկ երեխեք դառնա քահանա, հասկանում ես, ու որպես քահանա դարձյալ շարունակի ծառայել, թե ասում թե եկեղեցուն թե հասարակությանը, թե հավատացյալ հոտին։ Բայց երբ որ կուսակրոնը չի կարա ունենա։ Հիմա երբ որ դու պղծին, դա կոչմար, իսկ եթե կուսակրոնը խախտել է ուխտը ու շարունակում է ներկայանալ որպես կուսակրոն, դա պղծությունն է։ Դա Աստծուն է խափում, Աստծուն, ինձ, քեզ, բոլորին պղծություն է դա։ Եկեղեցու ներսում եկեղեցական լինելով հասկանում ես։ Հիմա եթե այս պղծությունները քո համար սրբազան հայր են, ես ցավակցում եմ քեզ եղբայր։ Ու կարծում եմ, որ որևիցե մեկը չի միանա այդ տեսակետը առաջ մղողներին, որովհետև Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցին պիտի փրկվի այդպես պղծերից։ Եվ դու շատ սխալ տեղ ես կանել։ Դե իհարկե մենք հասկանում ենք, որտեղ ասել են դու տեղ ես կանել, բայց արի կլինի մուտիլոկեք մի արաբեր։ Հասկանում ես թե չես հասկանում։ Կարամ ավելի մանրամասնեմ, բայց թող մնա, երբ որ հետադարձ կապ կունենաս, մի 5 դարձի մեջ, ես մի բան էլի կգցեմ։ Կգնաս ուսումնասիրես։ Այդ սա իմիջայլոց անգրագիտության արդյունքն է։ Այն անգրագիտությունն է, որը որ բերել են Քոչարյանն ու Սերժը, որը որ բերել է դաշնակների հիմնական բանը, պորտֆեյլը, ԿԳՄՍ նախարարությունը եւ Աշոտյանը, ով, չգիտեմ, օրական փայլում է նոր ինչ որ շեդևրալ մտքերով։ Այս հա գիտության արդյունքն է։ Տեղյակ չլինելով խոսել, ազդեցությունը հետա կանգնելու խոսել, չգիտեմ ինչ էր, զգացմունքները արտահայտել առանց տեղեկացվածքին, առանց ուղեղին զոր տալու, առանց տեղյակ լինելու։ Եթե ամեն ինչ այդքան հեշտ էր, հիմա աշխարհում ամեն մի հատիկ մարդ քիմիական զենք կստեղծեր, հասկանում ես, բայց ամեն մի հատիկ մարդ չի կարող ստեղծել, որովհետեւ դրա համար լուրջ կրթություն եւ կյանքի փորձ անհրաժեշտ։ Երբ որ դու նստում ես ու խոսում ես այնպես բաներ, որին կրթությունը չի բավարարում, կամ գոնե ազնական ուսումնասիրություններ, գոնե ինձ էլ շատ բաներ չի բավարարում։ Ես չեմ ամաչում տենց դեպքերում հարցնել պրոֆեսիոնալներին, հարցնել, մտածել։ Հիմա դու եկել ես մատնես բանես ասում, դու գնացել ես քո հարցը ուղղել ես պղծին, պիղծը ոչ ասելու, հա, գիտես, այս դեպքում ես պիղծ եմ։ Ոչ ասելու չէ։ Դու գիտես ինչ։ Այս թշնամ, դու գիտես ինչ են անում, ու գնաց։ Ինչ ասես պատմել է, բացի նրանից, թե ոնց է ինքը խախտել Աստծո ուխտը։ Ինքը բռնվել է քակելուց, հասկանում ես, որը դու չես ուզում տեսնես, որովհետև գուցե ձեր բակում չի քակել։ Գուցե քո բակը կռայնի տեղում է, հասկանում ես։ Թշնամիների տանդեմի երկուսներին դարան 3-ը Ադրբեջան, Թուրքիա եւ Փաշինյանի իշխանություն։ Հիմա ինձ ասա Ադրբեջանն ու Թուրքիան մեր թշնամի երկրները։ Ռուսաստանին բարեկամ են թե թշնամի։ Ռուսաստանում կանգնած այդքան բանը որ խոսում ես։ Այս հարցին ուղիղ կպատասխանես։ Մենք պետք է կասեցնենք ազատություն պահանջենք բոլոր քաղաքացիներին եւ համախմբված երբ որ անհրաժեշտ է պահանջով դե առանց պահանջի։ Մեկ մարդու նման Ապեր նայ քաղաքացիներին ազատություն չեն պահանջում, հենց ոնց որ դու ես հիմա պահանջում։ Քաղաքացիների գոյության մասին բավարար է մի գրություն եւ հիմնավոր փաստեր ուղարկել մի էր։ Մարդու իրավունքների միջազգային պաշտպան։ Ուղարկում ես այդ։ Իրանք այդ ուսումնասիրում են ու շոշումներ են իր գործում իշխանության վրա, ասում են էսի sense չի։ Բայց կներես այս պայդրությամբ մի հետը մեկ այլ վճիռ ուղարկել, որտեղ որ իշխանությունը ուզուրպացրած մեր սրիկաները պիտի պատասխանատվության ենթարկվեն, որոնց փեշը բռնել ես դու ապեր։ Հասկանում ես թե չէ։ Ես մեկ ժամ առաջ եմ իմացել, որ հավաքը, ես այսօր էստեղ եմ, այսպես պիտի լինենք նստան ճուճուպես, այսպես պիտի լինենք ամենքս, ուրեմն, հարկ մեր եկեղեցուն, անուն մեր հայրենիքի, եկեք ոչ ասեք Աղաջան իշխանությանը, եկեք ոչ ասեք Հայաստանը կազմակերպող ռեժիմին եւ մենք, որպես հայրենակիցներ, ովքեր բնակվում են Ռուսաստանում, ավելի մեծ պարտք ունենք եւ ավելի մեծ հնարավորություն ունենք օգնելու հայրենիքում, բռնադատված թե ազատության մեջ են, բայց նրանք ազատ չեն ավելի, քան Բագրատ Սեփազանը, քան Միքայել Սեփազանը։ Լավ, ստերից խառն ես խոսում, արի սենց անենք։ Կազմակերպել բառը իմ համար շատ հետաքրքիր է։ Տես, Հայաստանը եւ Հայաստանը կազմավորվում է, չի կազմակերպվում, որովհետեւ կազմակերպման բաներից մեկը կլիներ այն, որ սահմանները չեզոքացվեին, այնինչ սահմաններ է գծվում։ Կազմակերպման պարագաներից մեկը կլիներ, եթե ենթակառուցվածքները վարի տային, այնինչ ենթակառուցվածքներ են կառուցվում, այնպեսի ոսկե Ռուսաստանում չեն կառուցվում։ Ցավոք մի փոքր դժվար ստացվեց, բայց ստացվեց։ Կազմակերպման ցուցիչներից է կրթական ոլորտի քանդու քարապ վիճակը, որը ժառանգել են, եւ այդ ժառանգությունը հիմա վերափոխվում է ուրիշ բանի, որովհետեւ կազմավորվում է։ Տնտեսությունը, որ ամբողջովին կախված է լինում մի երկրից, դա նշանակում է կազմակերպում տվյալ պարագայում, այդ տրամաբանության մեջ։ Հիմա աշխատում ենք աշխարհի շատ երկրների հետ։ Մի խոսքով ասես լիքը բաներ կա, կազմակերպել բառը տենց էջ բարձի որ դնես ու ասես։ Դրա ասածից դուրս գալու է պետք։ Հասկանում ես ապեր։ Նենց որ կերկալի դիսել այդ քշի։ Եզրասին են ասա, թող FSB-ին փոխանցի, որ ոնց որ թե բան դուրս չեկավ։ Հա, որովհետեւ Ռուսաստանում ռուսերենով Հայաստանի համար պայքարողները բացարձակ մեր հետաքրքրությունների գոտում չեն, որովհետև բոլորը շատ լավ գիտեն, որ Արցախի էթնիկ զտումը տեղի ունեցել ռուս խաղաղապահների լուր համաձայնության ներքո, բառացիորեն որևիցե գրառում իրենց մատյաններում չի եղել, դեռևս էթնիկ զտումից ամիսներ առաջ, դրա մասին խոստովանել է նաև
նաև Ադրբեջանի արտգործնախարարը եւ Ադրբեջանի արտգործնախարարին Ռուսաստանի Դաշնությունից որևիցե մեկը չի արձագանքել եւ չի դատապարտել նման մեղադրանքը։ Իսկ Արցախի նոյեմբերի 9-ից սկսած Արցախի եւ արցախցիների անվտանգության եւ ազատ տեղաշարժերի ամբողջական պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն էր։ Դրա համար են այդ խաղաղապահները այնտեղ։ Հասկացա՞ք ապո։ Ժողովուրդ ջան, շնորհակալություն այս ուժամին եթերը դիտելու, շնորհակալություն տարածելու համար, շնորհակալություն մեր մոդերատորին, ուշադրություն դարձնելու համար, որպեսզի մեկնաբանությունների դաշտը մաքուր լինի, այսպես թե այնպես պիտի տեղեկացնեմ, որ երբ որ ես եթերը փակում եմ, այստեղ ու եթերում հնչած մեկնաբանությունները կորում են եւ արդեն մնացածը եթերից հետո։ Այո, շատ լավ է, շատ շնորհակալություն ցավտանում, կապով կլինենք այս երկու օրը մի հատ, ես անպայման ուզում եմ մենք մի երկու բառ զրուցենք, եթե քեզ հարմար է իհարկե։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր գրանցվում են իմ եթերում, հավատացեք, գրանցվելը, կիսվելը, այդ ամեն ինչը բավականին օգնում է մեզ նոր նախաձեռնություններով հանդես գալու համար։ Իսկ առաջիկայում, քանի որ ասացի նախաձեռնություն, միանգամից ասեմ նաև, որ առաջիկայում նախաձեռնությունների հետ կապված լավ նորություններ ունենք, որը սիրով կկիսվեմ ձեզ հետ, ակնկալելով նաև ձեր մասնակցությունը այդ ամենում։ Շնորհակալ եմ, լավ եղեք, ամեն ինչ հիանալի է լինելու։ Եղեք ազատ։